Կարամ 2000 ավելի շատ իրավապահ կառույցների հարգես ինչ ակցիա այդ ակցիա չի վարչապետը գնում է կեղծ պատարակը նախ ձեր գնահատականն է ընդդիմությունն է կեղծ նախ դա ակցիա չի քաղաքական վարչապետը գնում է ակնհայտ է որ վարչապետի անձի նկատմամբ սեր ու հարգանք վայելող մարդիկ կան շատ թեկուզ նույն մարդիկ թող լինեն ակնհայտ է որ մարդիկ արդեն նշանակում է որ բերովի են Արիք ջան, լավ է, դա չի նշանակում, որ բերովի են ու չի նշանակում, որ նույն մարդիկ են։ Ես ոչ բոլորին եմ լինում եւ տարբեր ակցիաների, ձեր ակցիաների, տարբեր այդ բաներին, այդ պատարակին ես տարբեր մարդկանց եմ տենում։ Բայց ուխտերցիներ էին քիչ մարդիկ, ուխտերցի ժամանակ։ Ցավը տանում, ինչ հաշվարկը ով է անում, ասես ինչ։ Չէ, ինչ ենթադրա, մի րոպե քիչ է, երբ որ ենթադրվում է պետք է լինի 10 հոգի, լինում է 7 հոգի, բայց մենք ինչ որ նպատակ, ինչ որ սանդղակ ենք քիչ էր Լավ, օքեյ, 7000-ը քիչ է։ Պարոն Սիմոնյան, 70,000-ը, որ 70,000-ը լիներ, պետք է ասեք, դե քիչ էր, առաջ հրապարակ էիք լսնում, որ դրա հաշվող կա, որ հաշվեք։ Մտնում են պատարակի, խոսում են, դիտողություն է ստանում, հայհոյում են այդ պատարակը։ Շատ վատ են Ձեր կողմնակիցները։ Լսեք, ես վստահ չեմ, որ բոլորը մեր կողմնակիցներն են եւ ես նորից եմ ասում, մեր ժողովրդի մեջ 1000, 2000, 3000 մարդու մեջ Պարզա, որ ինչ-որ մարդ կա, որը որ կարող է իրան տգեղ պայի։ Բոլոր տեղերում նման մարդիկ կան, եղել են ու լինել են։ Ընդդիմության հավաքներին էլ են եղել, բայց դա չի նշանակում, որ այդ մարդը վատ է, որովհետև այդ կուլտուրան եկեղեցի գնալու մեզ մոտենում են, մի րոպե, մեզ մոտենում են, այո, մեզ մոտենում են, ասում են շնորհակալություն, վարչապետին մոտենում, ասում են շնորհակալություն։ Սկսեցինք պատարակի, անկեղծ եմ ասում։ Ոչ, նրանք գալիս են, նրանք ուրիշ բան, գալիս են հաճոյանալու վարչապետին։ Նաև տենց մարդիկ էլ կարող է լինեն տենց մարդիկ, չի բացառում։ Ինչ եք բացառում։ Դուք ինչ եք մտածում, որ ես, դուք կամ որևիցե մեկը կարող է 100, 50, 300, դուք ձեր մոտ մարդ չկա, որ ձեր շենքի, ձեր մուտքի հարևաններից մեկի հետ չի խոսում։ Մեր շենքերում մուտքերում մարդիկ կան հարևաններով իրար հետ չեն խոսում կամ իրար հետ խնդիր ունենք 1000-2000 մարդ է գալիս, բարձա ամեն տեսակի մարդ կարա լինի։ Եվ դա չի նշանակում, որ դա ինչ-որ մեր կողմից խրախուսվում է կամ ողջունում։ Կներեք, բայց դուք ասենք, որ նայում եք անձնային աչքով, ամեն կիրակի կամ շաբաթ օրվա պատարակներին դուք ինքներդ չեք ֆիքսում, որ մարդկանց քանակը պակասել է կամ եկողները հիմնականում նույն մասան։ Դուք չեք ֆիքսել, որ վարչապետը, եթե չեմ սխալվում, այս վերջին պատարակը նույնիսկ եթեր չդրել։ Ֆիքսել եք։ Այո։ Որտեղ չեք ուզում մենք Նախորդն էլ պիտի չտարի միջալով։ Որովհետև չենք ուզում, որովհետև դուք եւ ընդդիմա, որովհետև դուք եւ դե դուք ընդեղ եք, առնվազն թափանցիկության խնդիր չկա, որովհետև դուք եւ ու շատ ընդդիմախոսներ փորձում են հավատը, անկեղծությունը եւ այդ անկեղծ մղումները վերածել քաղաքական։ Ավելի քիչ մարդ կար, քան ով էր ասում, որ մենք այդտեղ մարդ էինք նախատեսել։ Ուզում եք, ասենք, հեսա 5 ամիս բան մնաց։ Հեսա կտեսնենք։ Ասում են, որ ընդդիմախոսները վարչապետը կոչ է անում, բայց վարչապետը որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է կոչ անում։ Ու այո, շատ մարդիկ այո գնում են, որ վարչապետին տեսնեն, նամակ փոխանցեն, ինչ որ բան ասեն, անընդհատ դուրս են գալ։ Այո, լինում են մարդիկ էլ կան, առիթը օգտագործում են, ինչ վատ բան է երկրի վարչապետի հետ գնալ եկեղեցի եւ աղոթել։ Դրանց ասում եմ, նոր մշակույթ բերվեց պատարակներին մասնակցելու։ Այսքան մարդ երբ էր Հայաստանի Հանրապետությունում պատարակներին մասնակցել։ Հիմա դա էլ քաղաքական է։ Պատարակներ քաղաքական Հարգելիս, ուրեմն կբացես, ուրեմն հա, եղել են, ամեն ինչ եղել է, ուրեմն կբացես իմ Facebook-յան էջը կբացես, կնայես 5 տարի, 3 տարի առաջվա իմ պատարակի մասնակցության լուսանկարները իմ ծնկաչոք նաև լուսանկար, բանում ինչա, ես եղել եմ պատարակի։ Մոտորում գնացել եք փոքր կարող է դու էլ ասա լավը չես ասում, կարող է նաև դու չես ասում, կարող է ստիպողաբար են տարել։ Ես գյուղում չեմ եղել, մեծ պատարակի եմ մասնակցել կոնդի եկեղեցում մի քանի անգամ, իմ ամենասիրած Մարիամ Աստվածածնի Մարաշի եկեղեցում եմ պատարակի մասնակցել, որտեղ շատ քիչ մարդ կար, բացի հիմնական մի քանի եկեղեցուց պատարակների մասնակցությունը Նես չի չէ որ Հայաստանի Հանրապետությունում տենց համատարած ա եղել։ Մի խումբ
մարդիկ, լավ մարդիկ, շատ սիրված, շատ հարգված մարդիկ մշտապես գնացել են, բայց սրա մասին ոչ խոսակցություն։ Եղել են ոտիտեղ չի եղել։ Բայց օրինակ ես Ուղարկես քոննականները, արի սենց անենք, ես քեզ ուղարկում եմ, ինձ կողքից էին նկարը, ես չեմ լուսանկար։ Ես քեզ կուղարկեմ, ես վիդեոներ եմ արել, մարդը որ գնում ուզում է կիսվի այդ բանով, եթե դու տենց գնացել ես պարպակվել ես քո մեջ, սա մի վերացի իմ ու քո անձնական զրույցի, ես չեմ գալու քո մոտ հարցազրույցի։ Օրինակ, Սիմանյան, բոլոր շատերը նախընտրում են Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ։